Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բագիր Զադեի $500 միլիոն հայցն ընդդեմ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի և 29 այլ անձանց։ Բագիր Զադեի 198 էջանոց հայցը անհիմն մեղադրանքներ է պարունակել։ Ավելի ուշ Թվիթերում գրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ ամիսներ շարունակ Բագիր Զադեն զբաղվել է սադրանքով, Հայաստանը բնութագրելով որպես քաղցկեղային ուռուցք, որը պետք է հեռացնել Հարավային Կովկասից։ Նա նաև ծաղրել է հայոց ցեղասպանությունը հայտարարելով, թե հայերը կոկորդիլոսի արցունքներ են թափում 1915 թվականի իրադարձությունների համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և Զանգեզուրի միջանցքի բացումը զգալիորեն կընդլայնի թուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները։ Չինաստանից Լոնդոն միջին միջանցքի շրջանակներում Թուրքիան աջակցում է այս գործընթացին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Այքգյունը։ Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է $6.5 միլիարդ։ Մենք կանխատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել $15 միլիարդ, ասել է դեսպանը։ 49 միլիոն դրամի մարդասիրական օգնություն Սիրիայի բնակչությանը, այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Փոխանցվող գումարը ներքին գործերի նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Հիշեցնենք, Հայաստանի կառավարության կողմից հատկացված առաջին օգնությունը Սիրիա տեղափոխվեց մարտի 21-ին։ Հումանիտար բեռների տեղափոխման նպատակով հայ-թուրքական սահմանի մարգարեի անցակետը 10 օրով բացվեց, 4 բեռնատար հատեց անցակետը։ Պեկինում կայացել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հանդիպումը։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է Իլհամ Ալիևի և Սի Ցзինփինի ընդլայնված կազմով բանակցությունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Չինաստանի նախագահները ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Հռչակագրի համաձայն Ադրբեջանն ու Չինաստանը կգործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում տիեզերքի հետախուզման, կանաչ զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում։ Ադրբեջանի սահմանադրությունը, ռազմական դոկտրինը, ազգային անվտանգության մասին օրենքը լիքն են հակահայկական ձևակերպումներով, Հայաստանից տարածքային պահանջներով։ Ադրբեջանն նոր ու գիշեր մեզնից սահմանադրության փոփոխություն է պահանջում, պարզ ձևակերպում, թե այնտեղ իրենցից տարածքային պահանջներ է տեսնում։ Մի խնդիր է, որ որևէ երկիր այլ երկրից չի կարող հիմնական օրենքի փոփոխություն պահանջել, ու մեկ այլ խնդիր է, որ հենց Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Այս մասին Երևանը հիշատակել է ամենաբարձր մակարդակով, իսկ այդ երկրի Ադրությունն ասում է, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, և որ այն միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված Արևելյան և Հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Պաշտոնական Բաքվի քարտեզում Արևելյան Անդրկովկասը ներառում է Սյունիքի մարզը, տարածքներ Գեղարքունիքից ու Վայոց ձորից։ Երևանն ասում է գիտի այս մասին, բայց սա չի դարձնում բանակցությունների թեմա, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, ըստ որի կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթների չիրականացման։ Միջազգայնագետները, սակայն, պնդում են, Ալիևը իրավական, առավել ևս բարոյական լեզու չի հասկանում, քարոզչական տերորին նույն լեզվով պետք է պատասխանել։ Պահանջի դեմ պետք է պահանջել։ Այդպես հլուոնազան լսել կամ ինչ-որ մտածել կատարելու մասին, դա շատ սխալ է։ Արևեքսիկ սիրում են ուժը, ուժի դեմ ուժը։ Իսկ մենք միշտ մտածում ենք, օր առաջ խաղաղության պայմանագիրը կնքենք, շատ ներողություն, այդ խաղաղության պայմանագրի հետևից շատ չընկնենք։ Դա նշանակում է, որ մենք խնդրում ենք, որ պայմանագիրը կնքվի, իսկ խնդրելու հարց չկա այստեղ։ Այն ժամանակ, երբ իրենք մեր արժեվ խիստ պահանջներ են դնում, շատ վտանգավոր պահանջներ են դնում։ Նրանք փաստացի ամբողջը վաղօրոք են պլանավորել։ Բաքվի ռազմական դոկտրինը ուղիղ շեշտադրումներով է։ Այստեղ ասում են Հայաստանն օկուպանտ է, էթնիկ զտումների հեղինակ։ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիան, էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը Հայաստանի այն շրջաններում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, ազգային անվտանգության վրա ազդող հիմնական բացասական գործոններն են։ Ռազմական դոկտրինում ադրբեջանցիները գրել են, թե Բաքուն իրեն իրավունք է վերապահում կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ ռազմական ուժ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ Ռազմական ուժի կիրառման հետ կապված ի դեպ նկատենք, որ Ադրբեջանը, որ տասնամյակներ առաջ
ճիք ու ջանք չէր խնայում անդամակցելու Եվրոպայի խորհրդին, ի վերջո ընդգրկեցին եվրոպական այդ ընտանիք պայմանով, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառելով ուժի կիրառումը։ Միջազգային այս փաստաթուղթը ոտքի տակ առած Բաքուն ներսում խզբզանք փաստաթղթեր է մոգոնել, մեկի անունն էլ դրել ազգային անվտանգության ռազմավարություն, լեփլեցուն հայկական կողմի վրա խնդրահարույց կետերով։ Հարևան Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իրականացրել է ռազմական ագրեսիա, որի արդյունքում մոտ 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ եւ փախստականներ։ Այստեղ նրանք գրել են նույնիսկ ինքնիշխան Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի մասին, բողոքում են, թե մեջբերում Հայաստանի հարևան երկրների տարածքները ենթարկվում են քիմիական, ռադիոակտիվ եւ այլ վնասակար նյութերով աղտոտման։ 26 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամում եւ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակման հետևանքով հարձակումը տեղի ունեցել մահմեդականներով բնակեցված Փահալգամում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ Սա Հնդկաստանում խաղաղ բնակիչների վրա ամենամեծ հարձակումն էր 2008 թվականի Մումբայում տեղի ունեցած փոխհրաձգությունից ի վեր։ Վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա եւ վերադարձել Նյու Դելհի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկության առնչությամբ։ Վատիկանը հրապարակել է ապրիլի 21-ին կյանքից հեռացած Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին խոսքերը, գրում է Վատիկան Նյուզը։ Ըստ հրապարակման մահից առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժակին։ Նա բուժակին շնորհակալություն է հայտնել, որ իրեն Սուրբ Պետրոսի հրապարակ է տարել եւ հնարավորություն տվել հավատացյալներին եւս մեկ անգամ տեսնել։ Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են եւ խոստացել է նվազեցնել դրանք եւ Պեկինի հետ առևտրային գործարք կնքել։ 145%-ի մաքսատուրքերը շատ բարձր են եւ դրանք այդքան բարձր չեն լինի, նույնիսկ մոտ այդքան բարձրի։ Դրանք զգալիորեն կիչն են, բայց չեն հասնի զրոյի, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Ապրիլի 23-ի գիշերը ռուսական զորքերը հերթական անգամ անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Շահեդների հարձակման տակ է հայտնվել Օդեսան, Խարկովն ու Պոլտավան։ Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին, 2 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հարցերի բանակցություններին։ Նրան կփոխարինի Քելլոգը։ Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր առաջարկը մերժելու Զելենսկու հայտարարությունն է։ Ըստ Ամերիկայի առաջարկի ենթադրվում էր ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի ռազմակայանի զինամթերքի պահեստում արկերի պայթյունից հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառը անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումն է։ Կիրժաչի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մոտակա բնակավայրերից տարհանվել է մոտ 450 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Ըստ նրա Թուրքիան եւ Պակիստանն այն երկրների թվում են, որոնք ամենաուժեղ կամքն են ցուցաբերում ահաբեկության դեմ պայքարում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան, Պակիստանը եւ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն գործակցության զարգացման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում 3000 բնակիչ տարհանվել է անտառային հրդեհի պատճառով։ Հրդեհը ընդգրկել է շուրջ 1300 հեկտար տարածք։ Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբաթան ավանում մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևից հետո ափերից դուրս է եկել ջրանցքը, որը տեղացիներն անվանում են լիճ եւ հեղեղել մի քանի բնակելի թաղամաս։ Առաջին բնակելի զանգվածի հարյուրավոր տներ դեռ ջրի տակ են, երեխաներն ու տարեցները տարհանվել են անվտանգ վայրեր։ World Car of the Year մրցույթի ժյուրին ընտրել է 2025 թվականի մրցանակաբաշխության հաղթողներին։ Լավագույն մեքենա է ճանաչվել Kia EV3 էլեկտրական մեքենան, որը միավորների ընդհանուր քանակի հիման վրա առաջ է անցել BMW X3-ից եւ Hyundai Inster էլեկտրամեքենայից։ Հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցել ապրիլի 16-ին Նյու Յորքի միջազգային ավտոսրահում։
2025 թվականի առաջին երամսյակի արդյունքներով ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության զուտ շահույթը կազմել է $409 միլիոն։ Դա տարեկան կտրվածքով 71%-ով պակաս է, ասվում է զեկույցում։ Ընկերության եկամուտը կրճատվել է 9%-ով, հասնելով $19.34 միլիարդ։ Իսկ ավտոմեքենաների վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 20%-ով։ Tesla-ն անկումը բացատրել է Շանհայի, Բերլինի, Ֆրեմոնտի եւ Օստինի գործարաններում արտադրական գծերի արդիականացման աշխատանքներով։ Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերին։ Հիշեցնենք, ապրիլի 14-ից 21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 10 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ եւ 2 բրոնզ։ Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն առանձին թիմային հաշվարկներում գրավել են առաջին տեղը։ Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը երրորդն է։ Հայաստանում արյան պաշարների կարիք կա, դոնորների կամ արյան կարիք ունեցող անձի հարազատների արյունը այլևս չի բավարարում։ Պետք է այդ դոնորության մշակույթը ներդրվի Հայաստանում, որպեսզի ամեն քաղաքացի իր պարտքը համարի արյուն հանձնել եւ ոչ թե սпасել արտակարգ իրավիճակի, պատերազմի եւ նոր հիշի առնետության մասին։ Մեր երկրում օրական մոտ 60 արյան բաղադրամաս է ներարկվում, մասնագետների դիտարկմամբ Հայաստանի բնակչության համեմատ սա բավականին մեծ թիվ է։ Ուստի արյուն պետք է հանձնել պարբերաբար։ Այդ նպատակով հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկում է արյունատվության արշավ։ Ցանկալի է, որ քաղաքացին արյուն հանձնի տարվա մեջ 2-3 անգամ։ Ստեղծվեց արտագնա արյունատվության խումբ եւ այն կազմակերպությունները, որոնք որ ունեն մեծ կոլեկտիվ, բայց ժամանակ չեն ունենում այցելել արյունաբանական կենտրոն, մենք ինքներս այցելում ենք իրենց մոտ եւ կատարում ենք արյունատվություն։ Արշավի շրջանակներում ստեղծվել են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են ինչպես իրազեկող միջոցառումներ, այնպես էլ կազմակերպում են արյունատվության գործընթացը։ 10 մարզերից 5-ում մենք ունենք արյան հավաքագրման կայաններ, այնտեղ իրականացվում է արյունատվությունը, բայց 5 մարզերում չունենք, բայց պլանավորում ենք մեր այս շրջիկ խմբի միջոցով նաև այդ մարզերում ակտիվացնել դոնորությունը։ Վերջին տարիներին արյունատվության դինամիկայի առումով քաղաքացիների շրջանում ակտիվություն կա, բայց ինչպես ոլորտի մարդիկ են ասում, աշխատելու տեղ դեռ շատ կա։ Հիմա մարդիկ ավելի ինֆորմացված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն հիվանդությունների մասին եւ դրանց բուժման կոմպոնենտում ներառվում են նաեւ արյան ներարկումները, դա մի նյութ է, որը չի կարող արտադրվել կամ ստեղծվել բուն, մարդիկ պետք է հանձնեն, որպեսզի հիվանդներն էլ կարողանան այդ արյունները ստանալ։ Մասնագետները հերքում են նաև տարածված կարծրատիպը, թե մեկ անգամ արյուն հանձնելուց հետո այն սկսում է առավել մեծ քանակությամբ արտադրվել ու իբրև թե պետք է անընդհատ արյուն հանձնել քանակը կարգավորելու համար։ Իրականում արյունատվությունից հետո օրգանիզմում վերականգնվում է այնքան արյուն, որքան որ հանձնել է տվյալ անձը։ Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում, մի քանի տարի է քննարկվում է աղբավայրը փակելու թեման։ Նոր աղբավայրի կառուցման համաձայնագրի ստորագրման ամսաթիվն էլ գրեթե յուրաքանչյուր տարի հետաձգվում է։ Ավելի քան 10 տարի աշխատանքներ տարվեցին վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ, ծրագիրը սակայն չեղարկվեց։ Որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը։ Ավականուն դիմադիր անդամներն էլ առաջարկում են Երևանում կուտակվող հսկայածավալ աղբը մշակել եւ ոչ թե բարձրացնել աղբահանության վճարը։ Պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը։ Երկու հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են։ Մեկը Նուբարաշեն է, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն գետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են։ Փոստենջյանի այս հայտարարությանը արձագանքեցին ավականու իշխանական թևի ներկայացուցիչները։ Երևան քաղաքն են, ապահանում, ձեր կտրի
Տիկին Փոստան ջան։ Հետո Ավագանու Հանրապետություն եւ Մայր Հայաստան խմբակցության անդամները սկսեցին հարցախեղ տանել մեկը մյուսին, թե ով որ ճամբարն է ժամանակին փոխել եւ ում է ծառայում։ Պարոն Սուքասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը որ մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դրամ դեմը չոքած։ Բնական է ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կատրոլը կորցնեն։ Մի րոպե։ Հունվարի 1-ից աղբահանության վճարի հաշվարկումը կատարվում է ըստ բնակարանի մակերեսի 1 քառակուսի մետրի համար 13 դրամ։ Նախկինում աղբահանության վճարը կատարվում էր ըստ բնակարանում գրանցված անձանց թվի անձը 200 դրամ։ Քաղաքապետարանը որոշել է մի շարք խմբերի համար աղբահանության վճարների արտոնություններ սահմանել։ Չեն վճարի մարտական գործողությունների, Արցախյան պատերազմների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված, անհետ կորած կամ անհետ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները։ Ռազմական գործողությունների ժամանակ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած ծառայողներ աղբի համար չեն վճարի բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Աղբի համար չեն վճարի նաև միայնակ չաշխատող կենսաթոշակառուները բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Արտոնություն է սահմանվել նաև ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում ապրողների համար։